Իլոնա, խնդրում եմ, սպասի, Իլոնա, խնդրում եմ, մի րոպե սպասի, Իլոնա, խնդրում եմ։ Ինչի համար սպասես, ինչի համար։ Իլոնա, ես չհասկացա, թե ինչի համար սենց եղավ, ես չհասկացա։ Դու պիտի ներնես, լսում ես, սոտացում, լսում ես քեզի։ Ես գիտեմ, որ ես ներողում եմ, ինչքան ուզում ես ստուպի, ես գիտեմ, որ ես նրան արժանի։ Դու, զսվում եմ քեզի, լսում ես, զսվում եմ։ Վարդան, ես քեզ սիրում եմ, լսում ես, ես քեզ սիրում եմ, անացում։ Գիտեմ, բայց ես նրան արժանի չէի, Դու մենակ մեռնելուն ես արժան։ Դու չես հասկանա։ Դու կյանքում չես հասկանա, լսում ես։ Ես քեզ սիրում եմ, Վարդան, լսում ես։ Դու սիրելուն արժանի չես։ Դու կյանքում ոչ մեկի չես սիրել։ Դու քեզ սիրողներից մենակ նվիրում ես։ Իլոնա, ես չեմ թողի։ Թող, Ես չեմ թողի, որ դու այս ժամին մենակ դու գնաս։ թող, մի կպի, թող։ Ես մեռել եմ, ես էլ քոյին սիրտ չունեմ։ Ես ես չեմ, եսի մարմինը չի հասկանում ես։ Ես ես չեմ, դու ինձ սպանել ես, դու ես ինձ սպանել։ Իլոնա, ես գիտեմ, որ դու միակ մարդ ես։ Ես գիտեմ, որ դու միակ մարդ ես ու ես պետք եմ, Իլոնա։ Էլ պետք չես։ Լսում ես, էլ ինձ պետք չես։ Իլոնա, խնդրում եմ, սպասի, Իլոնա։ Իլոնա։ Չէ, այս աղջիկ ինձ գերեզման կհասցնի։ Պատասխանի, Իլոնա, պատասխանի։ Այսօր էիր կորել։ Ես էլ մտածեցի էլ չես գա։ Գիտեմ, որ դրա մասին ես մտածում։ Կգնամ։ Ինչ արեցիր։ Բոլորը հարց ու փորձ էին անում, ինչ ա եղել, ուր ես։ Ուզան ոչ մեկի ոչ մի բան չես ասել։ Չէ, դե հո չի ասելու որ։ Սուս չխոզած։ Ես ինչ ա վիճակդ։ Չա կատարվում հետդ։ Չի համար տենց բան արեցի։ Հանգստացի։ Հենց չի ինքը սուրբ էր։ Ոչ մեկ իրան չէր խնդրել գալ։ Ես եմ մեղավոր։ Ես եմ մեղավոր, որ ինքը շրջապատեր ընկել։ Ուզում ես ասես մենք վատն ենք, հա։ Չէ, ես ուղղակի իրան իր աշխարհից չպիտի հանեի։ Այս ամեն ինչը իր համար չէր։ Հանգիստ եղի։ Եթե ինքը չուզենար չէր ընկնի այդ աշխարհի մեջ։ Սոնա։ Դու կյանքում սիրահարված կաս։ Այսինքն։ Ինչ այսինքն սովորական հարց տվեց։ Դու կյանքում սիրահարված կաս։ Դե հա էլի երևի։ Ուրեմն գիտես, որ երբ որ մարդ սիրահարվում է, փորձում է ամեն ինչ անի, որ իր սիրած մարդուն էլ ավելի մոտ լինի, որ միշտ իր կողքին լինի։ Ասենք թե տենց է հետո։
Այդը ոչ մի բան։ Իլոնան էլ էր նույն բանը անում։ Ինքը փորձում էր իմ նման ապրել, որ ինձ ավելի մոտ լիներ։ Վարդան այդ աղջիկը քեզ շատ է փոխել, գիտես։ Ախր ինչի թողեցիր, որ տենց բան լինի, հա? Գոնե դու չթողեիր, Սոնա։ Այստեղ ստոպ։ Հանկարծ չփորձվես քո մեղքը իմ վրա բարթես։ Ես երբեք ոչ մեկին փրկելու առաքելությունը իմ վրա չեմ վերցնում։ Ես չգիտեմ։ Մեզնից որ մեկն ավելի հրաշ։ Սոնա։ Վարդան։ Մի հատ հարց տամ անկեղծ կպատասխանես։ Ասա։ Սիրահարվել ես Իլոնային։ Հենց ես քեզ պահում։ Ես չգիտեմ ես ամեն ինչը սերա թե չէ, բայց ես իր առաջ մեղավոր եմ ու շատ։ Աչքիս առաջ իր աշխարհը քանդվեց ու հիմա ես ոնց որ փլատակների վրա ոնց որ կանգնած լինեմ։ Կանցնի։ Վատ հիշողություն կմնա ուղղակի։ Ուղղակի ինձանից քեզ խորհուրդ աշխատես ընթացքում ոչ մեկի աչքին չերևաս։ Ինձ արդեն մեկ ու ամեն ինչ։ Ուղղակի էմոցիաների տակ ես։ Իլոնա, բանես։ Խնդրում եմ, չեմ ուզում ապրել։ Ես քո հետ եմ, լսում ես ինձ, Իլոնա, ես քո հետ եմ, բանես։ Խնդրում եմ, օգնի մեռնել չեմ ուզում ապրել։ Չասես էլ տենց բան, լսեցիր ինձ, են չասես տենց բան, Իլոնա։ Խնդրում եմ, օգնի մեռնել, խնդրում եմ, խնդրում եմ, օգնի մեռնել չեմ ուզում ես ապրել։ Խնդրում եմ, օգնի Ամեն ինչ լավ կլինի, ամեն ինչ լավ կլինի, արի, Թարմ հետ կա։ Ինչ են ասում ձեր բրկարարները։ Նոր հետքեր չկան։ Ինձ թվում է ամբողջ անտառն արդեն նայել ենք։ Լավ որ նայեք կգտնենք։ Հնարավոր է դուրս եկած լինեն անտառից։
անտառից որ դուրս եկած լինեին, նորություն կունենայինք։ Ուղղակի այս անտառում անհնար է գոյատևել առանց անհրաժեշտ բաների։ Ինչ ես ուզում ասես դրան։ Ամեն դեպքում մենք ամեն ինչի պիտի պատրաստ ենք։ Դե բոլորս էլ ամեն ինչ լավ հասկանում ենք։ Երեխեք լավ են։ Մենք իրանց ողջ առողջ գտնելու ենք։ Իրանք ուժեղ են։ Ինձնից ու քեզնից ուժեղ։ Ուղղաթիռն արդեն պատրաստ է։ Որտեղ։ Ուղղակի մի խնդիր ունենք։ Ինչ խնդիր։ Եղանակային այս պայմաններում չենք Գնացինք։ Իլոնա? 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 Վախենում եմ սխալված լինենք։ Ինչի համար։ Դե որ Էդոն ասպանողը։ Բայց այդքան պատահականություններ չի լինում, է։ Դե բայց եթե հանկարծ սխալվենք ու եկան մեր մարդու մտական որ մեղավոր է, այդ շատ վատ կստան։ Դե ես ոչ մի բան չեմ կարող ասեմ, իմ աչքերով չեմ տեսել։ Բայց բոլոր փաստերը տանում են նրան, որ մարդասպանը Էդոմը։ Մանոն էլ չկա, էլ մենք դա երբեք չենք իմանա։ Այդ գաղտնիքն ինքն իր հետ տարա։ Ես չգիտեմ, ես մենակ ուզում եմ, որ քեզ չկասկածեն։ Ու մենք կարող ենք այս անտառից հանգիստ դուրս գանք։ Մենակ մենք։ Այսքան բանը իմանալուց հետո հա, մենակ մենք։ Որովհետև մի պահ եկավ, որ դու ինձ էիր կասկածում, դե ես էլ քեզ։ Այսքան կատարված իրադարձությունների մեջ այդ ամենամինիմալն է պատի։
Միջև հիմա հավատս չի գալիս։ Ոչի չեմ կարող համակերպել ես իրականությանը, բայց ապրես որ ես դժվար պային կողքիս էիր։ Մենք արժանի չէինք նրան ինչ իրան կարել էին։ Մանոն էլ Էդոն էլ մեր հետ անարդար են։ Վնավատը գիտես որն է։ Ես մտածում եմ Էդոյին ոչ թե պետք է պատժել դավաճանության համար, այլ Մանոյին սպանել։ Հասկանալի է։ Դու շատ էիր սիրում Մանոյին։ Արդեն Էդոյին։ Ես էլ։ Բայց ներել չեմ կարող։ Երբեք։ Ինձ ուրիշ բան է հետաքրքրում։ Դու որտեղից գիտեի իրենց կապի մասին։ Ուղղակի կասկածում եմ։ Ինչ է եղել։ Զուգարան եմ ուզում։ Ինչի կանգնեցինք։ Դուք սենց շարունակեք։ Ես ձեն կտամ կգաք։ Գնացեք։ Ինչ նորություն կա։ Երեխես ո՞նց է։ Դեռ ոչինչ ասել չեմ կարող։ Ոստիկանությունից են եկել ձեր աղջկա գործով։ Մի քանի հարցի պիտի պատասխանեք։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Դուք Իլոնայի մայրիկն եք։ Գիտեմ, որ այնքան էլ հարմար չի, բայց կխնդրեի մի քանի հարցի պատասխանեք։ Ասեք, լսում եմ ձեզ։ Դուք պատճառները գիտեք կամ կասկածներ ունեք, թե ինչի է Իլոնան նման բան արել։ Իլոնան ահավոր վիճակում վերադարձավ տուն։ Շորերը ճղրտված էին, ինքը թափթփված։ Ձեռքերն էլ ամբողջ կապտուկների մեջ։ Ինչ էր նա պատմում։ Ես փորձում էի հարցեր տալ, բայց չէր պատասխանում ինձ։ Չէր կարողանում խոսել։ Անընդհատ լացում էր։ Ես էլ որոշեցի թողնել, որ հանգստանա երեխեն։ Չնայած ամեն ինչ արդեն պարզ էր։ Իսկ ձեր աղջիկը որ ժամին է վերադարձել տուն։ Ուշ էր։ Երևի 2-3-ի կողմերը։ Իսկ ինչու այդ ժամանակ չեք դիմել ոստիկանություն։ Կամ ինչ գործ ուներ ձեր աղջիկը այդ ուշ ժամին դրսում։ Այդ ժամանակ այն վիճակում չէինք, որ կարողանայինք սթափ դատել։ Իսկ ինչ վերաբերվում է դրսում լինելուն, ես ու Իլոնան մի փոքր վիճել էինք։ Իլոնան էլ տանեց դուրս էր եկել։ Փաստորեն վիճել եք։ Միգուցե դա է պատճառ եղել ինքնասպանության փորձի։ Ես ձեզ ասեցի, թե երեխես ինչ վիճակում ա տուն եկել։ Տիկին, ամեն բան հնարավոր է։ Ես իմ աշխատանքն եմ անում։ Խնդրում եմ հանգիստ ընդունել իմ հարցերը։ Կհիշեք ինչ էր հագել ձեր աղջիկը։ Դա ինչ կապ ունի։ Ուզում եք ասել, որ հագուստը արդարացնում է բռնությունը։ Չէ, ուղղակի կան պարտադիր հարցեր, որոնց պատասխանները կարող են մեզ ճիշտ ուղու վրա կանգնեցնել։ Գիտեք ինչ կա։ Դուք եք մեղավոր։ Հա, հենց դուք եք սրանում մեղավոր։ Քանի անգամ եկա ձեր դուռը։ Խնդրեցի, աղաչեցի, որ բռնեք այդ տականքին, ով իմ երեխուն սխալ հոսանքի վրա ա դրել։ Տիկին, մենք ամեն ինչ անում ենք օրենքի շրջանակներում։ Եվ երբեմն դուք կարող եք չտեսնել այն, ինչը պարտավոր ենք մենք նկատել։ Դե ուրեմն պարտավորված եղեք գտնել այդ տականքին, ով իմ երեխուն էս օրինա գցել։
Ես շատ լավ գիտեմ, թե ով է դա, ու պատրաստ եմ անունը տալ։ Հաստորեն ուզում եք բողոք ներկայացնեք։ Իհարկե ուզում եմ։ Գտեք անհապաղ դրան, թե չէ եթե ես գտա, ես իմ ձեռքերով խեղդելու եմ ես դրան։ Ես խորհուրդ կտայի մեկ անգամ եւս լավ մտածել բողոք ներկայացնելուց առաջ։ Այսինքն խոսքը գնում է ձեր երիտասարդ աղջկա հեղինակության մասին։ Եթե ես դա չանեմ, դրա նման տականքները սնկի նման կաճեն ու ուրիշ երեխեքի կյանքեր էլ կխորտակեն։ Ես խորհուրդ կտամ մտածեք ձեր աղջկա հոգեվիճակի մասին։ Նման դեպքերում շատ լուրջ հարցաքննություններ են տեղի ունենում։ Բավական բարդ տեղ-տեղ շոկային հարցեր։ Դուք մտածեք, ես նորից եմ գալու։ Կսպասեմ ձեր պատասխանը։ Ջան, բալես, մի խոսա, ոչ մի բան մի ասա։ Մամ, կներես ինձ։ Դու հիմա ոչ մի բանի մասին մի մտածի։ Կարևորը, որ շուտ լավանաս ու մենք գնանք տուն։ Մամ, ես գիտեմ, որ վախացրել եմ քեզ։ Ես չէի ուզում ապրեի։ Ես ձեզ խայտառակել եմ։ Պատճառով ամաչելու եք։ Նման բան էլ չասես, լսեցիր Իլոնա։ Խնդրում եմ, բալես, մի լացի, քեզ չի կարելի արևս, մի լացի, ամեն ինչ լավ կլինի, բոլոր մեղավորները կպատժվեն, մենք նորից կսկսենք մեր բնականոն կյանքով ապրել, դու ուղղակի պիտի ուժեղ լինես, դու պիտի շատ ուժեղ լինես, որ կարողանանք հաղթահարել սա։ Կօգնես չէ ինձ հաղթահարել կախվածությունից ու նոր կյանք սկսել։ Անպայման արևս, ես ամեն ինչ կանեմ քո համար, ես ամեն ինչ կանեմ, որ քեզ պաշտպանեմ։ Վերջ, կարան գնանք։ Կարեն։ Ես քո հետ ոչ մի բառ չեմ ուզում խոսամ, ֆռա։ Արի կարող ես լավ ընկեր չեմ եղել, բայց դու գիտես, որ Մանոն ես չեմ սպանել, լավ գիտես։ Չէ, ես քո հետ կապված ոչ մի բան էլ լավ չգիտեմ, ֆռա ասում եմ։ Չէ, դու ուղղակի ուզում ես վրեժ լուծես։ Ուղեղդ մցրել ես, որ ես եմ սպանել ու վերջ։ Դու լուրջ մտածում ես, կարած գուշակես, թե ինչ է կատարվում իմ գլխում, ու վերլուծես, թե ես ինչ եմ մտածում ու զգում, հա։ Արի ես չեմ վերլուծում, ես ուղղակի ուզում եմ աչքերդ բացեմ։ Աչքերը երկար ժամանակ փակ ա եղել, շատ երկար։ Ես վստահել եմ քեզ, վստահել եմ Մանոին, բայց եթե մի քիչ ուշադիր լինեի, հիմա Մանոն ողջ կլիներ, դու մեռած։ Արա ամենաշատը ես եմ ուզում մարդասպանին գտնենք, հասկանում ես։ Դրա համար էի դիկտաֆոնն ու դանակը պահել, որպես ապացույց։ Ումից էիր թաքցնում։ Ձեզնից բոլորից։ Որտեղ ոչ մեկի չէի վստահում ու հիմա էլ չեմ վստահում։ Բայց լավ գլխի սարքեցիք։ Ոնց, արա ոնց ես կարող, մեզ քանից հետո սենց խոսաս, հա դու։ Սենց եմ խոսում, որովհետև իրական մարդասպանը հիմա ծիծաղում ա մեր վրա, որովհետև ես ու դու երկրորդ ենք բրդում։ Լավ վերջ։ Ես շատ լավ գիտեմ, թե ով է իսկական մարդասպանը։ Ֆռա, կարաս անիմաստ
Խոսակցությունների վրա էներգիա չծախսես, վրա ասում եմ։ Արա, ես բան չեմ կարա հիմա փոխեմ։ Կապեղել եմ Մանոյի հետ, բայց Մանոյին ես չեմ սպանել։ Մի փորձի ինչ-որ բան արդարացնես։ Դու Կար ձեռը տուր, խնդրում եմ։ Կար ինչ ես մտածում, ձեռը տուր։ Ես չեմ կարող։ Ձեռը տուր հելնեմ աղբերս։ Կար ձեռը տուր չեմ ձգում եմ։ Դու արժանի ես սրան։ Ձեռը տուր դու զգամ, հել չեմ դիմանում։ Ձեռը տուր հելնեմ կխոսանք։ Կար ձեռը տուր։ Չեմ հավատում, գտել են մեզ։ Աղբերս, ձեռը տուր կհելնեմ կխոսանք, կհասկանացի, ձեռը տուր։ Վերջապես դուրս կգանք այսօր ստեղից։ Ձեռը տուր էլ չեմ ձգում, կար։ Էլ չեմ ձգում։ Կար ձեռը տուր։ Երբեք չէի մտածի, որ կյանքում սենց օրեր կունենա։ Բայց շնորհակալ եմ այս օրերին, որովհետև լիքը բան պարզ դառավ։ Ինչ ես խոսում, հա? Ինչ ես ուզում անես, կար։ Բարի ճանապարհ։ Մեզ իրոք գտել է։ Վայդոն ու Կարեն ուր են։ Ոնց անեք, որ մեզ նկատեն։ Գնամ Կարենից հետևից։ Օգնեք։ Կար մեզ գտել են, հավատում ես, մեզ գտել են վերջապես, կար գտել են մեզ։ Վայդոն ուրա։ Մենակ ես թողել, հիմա ոնց է գալու բա։ Օգնեցեք։ Կարեն խոսա, ուր է դոն։ Լիլեն ինչ հիմա պետք է ասեմ քեզ հնարավոր է ցավոտ լինի քո համար։ Ես ու Էդոն կռվում ենք, բրդեցինք իրար, ուզում էր սպաներ ինձ ու փախներ։
Միամիտ սայթակեց։ Որտեղից։ Անդունդից։ Ես հեսա կգնամ Էդոյի հետևից, Կարեն։ Ես կգնամ, կգտնեմ իրան։ Տող գնամ Էդոյի հետևից, տող! Լիլիթ ու մի բան է ես բոլորիդ ա վերաբերվում ոչ ոք չպետք է իմանա, որ ես ու Էդոն կռվել ենք Էդոն ուղղակի սայթակել է Լսեցի, Լիլիթ Ձեզ նկատեցին։ Հա, ոնց որ թե նկատեցին։ Լսեցիք ինչ ասեցի։ Ոչ մեկը չի հավատա, որ Էդոն ուղղակի սայթակել է։ Բայց պետք է տենց ասենք։ Թե չէ սկզբից էլ կսկսեն ուրիշ հարցեր տալ։ Պետք է ասենք, որ Էդոն խոստովանել է, որ Մանոյին ինքն է սպանել։ Ուստեղ գալուց սայթակել է։ Ոնց ես։ Մի ոտով։ Պապան ասաց, որ պրոթեզավորումը հնարավոր է։ Հա, պապատ շատ օգնեց։ Գիտեմ։ Քեզնից էր հարցնում։ Ու ինչ էր հարցնում։ Դե հարցնում էր անտառում ոնց ես եղել, ինչ ես արել, էլի։ Կախվածությանդ մասին էր հարցնում։ Պարզ է։
Ասեցի, որ հաղթահարել ես։ Ես քո հետ պատրաստ եմ ամեն ինչ հաղթահարեմ։ Ցավում եմ Անուշ ջան։ Շատ եմ ցավում։ Ոնց կարող են չիմանալ, թե ով արել։ Դե ասում են Էդոնա։ Ապացույցներ ունեն։ Լիլիթը ասում ահա։ Բայց դե Էդոն էլ գիտես։ Այս ինչ անտանելի ցավ է։ Լիդա։ Աստծի Անուշ ջան։ Ոնց ես։ Նորմալ դու։ Լավ, իմ հետ ամեն ինչ նորմալ է, Երիկա հարցնեք։ Փառք Աստծո, որ այստեղ ես բալես։ Ստեղ եմ, որ ես հարցնել լուծեմ։ Ոստիկանությունը արդեն զբաղվում է դրանով։ Բալես կգտնեն դրան, այդպես չի մնա։ Եթե իրանք էլ չգտնեն, ես գտնելու եմ։ Կներես, որ կողքիդ չէ։ Դիակը դեռ չեն գտել, բայց որոնումները շարունակում են։ Չեմ հավատում։ Ինչին։ Ինքը չէր կարող սպանել այդ աղջկա։ Չեմ հավատում։ Լավ, գիտես, մետաանտառներում այդքան երկար ժամանակ անցկացնելուց հետո շատ բաների կարելի է հավատալ։ Մարդիկ հելագարվում են, խելքները գցում են։ Դու Էդգարին չես ճանաչում։ Ինքը չէր անի։ Չէր անի։
Լիլջան, Կարենը բակում է, ասեցի բարձրանա։ Լավ, մամ ջան։ Դու ոնց ես բալես։ Լավ եմ։ Հազիվ համարձակություն հավաքեցի, մոտենամ Վայոսակին։ Լավ, դե ես ձեզ համար սուրճ տնեմ։ Նա քայլում էր ուշադիր զննելով շուրջը։ Չէր հավատում, որ միայնակ է մնացել ամբողջ աշխարհում։ Եզերքի ողջ ծանրությունը նրա ուսերին էր այդ պահին։ Եվ միայն մի բան էր երազում։ Մեկ անգամ էլ տեսներ նրան։ Դե լավ, հա, հանգստացի կատակ եմ անում։ Տենց բան են անում, սիրտս կանգնեց։ Էդո, կանեմ նենց, որ կյանքը դժոխ կդառնա, ու էլ չես ուզի ես անտառից դուրս գաս։ Բա որ ես նենց անեմ, որ ես անտառից դուրս չգաս։ Կարող նենց անեմ, վապչը չկարն ես խոսաս։ Կարեն ինչ ես անում։ Քո նմանը պետք է սատկիս տը։ Ինչի համար։ Դավաճանությանդ։ Էդոյի հետ ես քաշեկել, հա։ Կարեն խնդրում եմ, թող բացատրեմ, ես մեղավոր չեմ։ Մեղավոր չեմ։ Էդոն չի եղել, Կարենն է եղել։